Բարի լույս բոլորին, տոպրակներով եկա, նստեցի, հետո որոշեցի, որ կարելի է տեսանյութ պատրաստել։ Մտնայեք ինձ սիրուն ձեռեմ ես։ Այսօր ինքս իմ համար նվեր եմ արել։ Սուրճս դրեցի, սիրուն, նռնենի է, տեսնում եք։ Թաքնել այսպիսին է։ Այս մոդելից դեռ չունեի, ես շատ սիրում եմ կավի աշխատանքները, սա կավ է։ Անցած գնացս Արարատն էր վրան պատկերված, բարդիներով, մի խոսքով, բայց չափը շատ փոքր էր, ինձ թվեց սուրճի պերեդոզ եմ ունենալու, մի խոսքով, հեսա հերթով կհանեմ, ցույց կտամ, ինչ եմ վերցրել, պատվեր ունեի, երեք արդեն ուշ էր, որ դուրս եկա այսօր, համապատասխան երանգը չունեի, մի խոսքով, երեխեք արդեն քրքրել են, այստեղ քաղցրավենիքներ կար տարել են, այդպես, հիմա հարմար տեսախցիկս տեղավորեմ ու ցույց տամ ձեզ ինչ եմ վերցրել, համ էլ մի քիչ կիսվեմ իմ գաղտնի երազանքի մասին, երազանք չասեմ այսպես, ցանկություններ, որը ես այսօր վերջապես իրագործել եմ ու շատ հպարտանում եմ ինձանով։ Այսօր հարմարացրեցի, այսպիսի կրաֆտովի պակետ եմ վերցրել, որպեսզի տուփի մեջը տեղավորեմ, ստանդարտ այդ բեժերի գույները չկային, երեխեք, ես այսօր վերջապես վերցրել եմ, հիմա դասավորեմ ցույց տամ բլոկով թել, որը հենց այդ երազանքի մասին եմ խոսում, որ միշտ եղել է երազանք, որ ես գնամ ու հատող թել չվերցնեմ, վերցնեմ բլոկով։ Ու այսօր ասում եմ կյանքը ինչ բան է, այո, նպատակները իրականանալու սովորություն ունեն, այնպես որ մի դադարեք երազել ու աշխատեք ձեր երազանքներին հասնելու համար։ Ուրեմն բլոկը 10 հատից է բաղկացած, թողեց նորից։ Տղաս այնքան է բացել փակել, մի խոսքով 10 հատից է, մեկը պիտի բացեի, կապուչինոյի երանգն է, աղջիկներ, ինքը ամենաստանդարտ ու ամենաշուտ գնացող գույներից մեկն է, մի րոպե, հավաքեցի ինչքան կարողացա, հա ինքը ամենապահանջված գույներից մեկն է այս կապուչինոն, մյուս երկու երանգը մի փոքր ավելի մուկն է, մի 2 տոն ավելի մուկն է, քանի որ ամբողջական բլոկը չկար, 8 հատ էր մնացել, երբ որ դեռ նոր էի զբաղվում հելունագործությամբ ու հիմնականում խաղալիքներ էի գործում, բայց դեռ չունեի վաճառքներ, հիմնականում մեր երեխաների համար էին մնում ու ովքեր որ հյուր էին գալիս երեխաների հետ հեռու տեղերից, իհարկե իրենք առանց նվերների հետ չէին գնում, պատրաստի նվերները կային արդեն, ու ես այսպես ծածուկ մտածում էի, Աստված ջան, տենաս կգան այն ժամանակ, որ ես ինքս իմ միջոցներով իմ համար թել վերցնեմ ու ոչ 1-2 հատ, այլ գնամ այսպես բլոկներով իմ ուզած երանգները վերցնեմ, մի խոսքով գործողները ինձ կհասկանան իմ ցավը, մեր ցավը, այսինքն վերցրել եմ դուրս եմ գալիս ու ասում եմ, այս մի բան եղավ ու փառք Աստծո էլի, այսօր կարող եմ ոչ թե գլուխ կովամ, այլ հպարտանամ, որ իմ ջանասիրության արդյունքում ես կարողացա հասնել նրան, ինչը երևի իմ համար նախատեսված էր, ուղղակի պետք էր աշխատել։ Երկրորդ համարի հելունս Արտյոմը բսկտել էր, 2.5-ը բերեցի անցած անգամ կապույտը, բայց այս պոչային քոնան հարմար էր, ինքը սենց ոնց որ պլաստմասալին էր, չկարողացա իր հետ աշխատեմ, երկրորդը այսօր ստացել էին, վերցրեցի իմ ամենասիրելի համարն է, երկրորդը գրեթե բոլոր համարները սրանով եմ աշխատում, այս էլ կատնագույն գույնն է, արջուկի պատվեր ունեմ, երեխեք, բավականին մեծ, հետո կտեղադրեմ կտեսնեք, մի խոսքով մարմինը պիտի լինի կապուչինո այս երանգը, չունեի, վերջացել էր, խնդրել եմ որ էլի բերի, որպեսզի ունենամ, ամեն դեպքում սրանից պատվերներ շատ են գալիս, ու մարմինը այս երանգով ալինելու, կոմբինիզոն ու գլխարկով ալինելու այս երանգով, ճիշտ ասած ինքը կարծում եմ կատնագույնին բավականին մոտիկ է, ես 3 խանութ այսօր ման եմ եկել, բավականին հեռու էին խանութներն իրարից ու միայն վերջի խանութում, որը ամենահեռուն էր, հետ եմ գնացել, ու այս երանգը գտել եմ, ինքը իհարկե կարծես թե 100%-անոց ակրիլ էր, 100%-անոց ակրիլն է, էլի թուրքական է, ես ինչքան վերցրել եմ, բոլորը թուրքական են, ուրիշ ֆիրմա ինձ չի հանդիպել, իրանց թելերը շատ լավն են, ով ինչ ուզում է ասի, 240 մետր 100 գրամ Գինը վերցրել եմ 900 դրամ երեխեք, այդ խանութի համար սա լավական, նաև 700 դրամ, մյուս խանութում էլ ավելի թանկ էր 1200 էր, բայց երանգը չկար, սպիտակ էր, մի խոսքով, պատկերացրեք ինչ գիներ լիներ վերցնելու էի, որովհետև կատնագույնի ոնց որ կրիզիս լիներ, լրի վերջացել էր, կամ սպիտակ էր, կամ չգիտեմ, բեժ էին առաջարկում, մի խոսքով այս կտա ուրախ եմ, սիրում եմ, երբ որ ամեն ինչ ոնց պայմանավորվել ենք, այնպես է լինում, ու հիմա սիրուն մի հատ կոճակ եմ գտել, ինձ ճիշտ ասած այդ կոմբինեզոնի շեպերի վրա որ դնում եմ, շատ գեղեցիկ տեսք է հաղորդում Փայտի կոճակներ էին պետք, բայց չգտա այդպես էլ, այստեղից գտա այսպիսի մեքենաներով տարբերակը, շատ սիրուն է, խաղալիքը տղա երեխայի համար է, բայց դե չեմ կարծում, որ մեքենայով կոճակը կարող են ամրացնել աղջիկ երեխայի հագուստի վրա, կամ իր համար նախատեսված խաղալիքի հագուստի վրա, ուրիշ գույն չկար, մենակ կարմիրներն էին մնացել, ինձ թվում է կսազի իրար հետ, համ էլ մի փոքր ոնց որ տոնը, այդ միագույն տոնը կկոտրի Անեմ, այսպիսի բան դեռ չեմ արել, իհարկե ուզել եմ, որ ստանան, մի հատը, մի կոճակը 100 դրամ կազմեց,
Մնացածներն ավելի մեծ էին, ինձ սրա ավելի փոքրներ պետք է թե լիներ, բայց դե կհարմարվենք նրանով ինչ որ կա, սովորական կլոր տարբերակի ուրիշ կոճակներ ունեմ, բայց ուզում եմ այսպես ավելի գեղեցիկ էսթետիկ լիներ, էլի մի խոսքով հասկանում եք, տեղավորեմ։ Արտյոմը մի պահ արդեն եկել է, տարել էր, կորցրել էր, մի կերպ գտանք, ասացի բերեք պահեմ, որ էլ չգտնի։ Էդ էլ այսօրվա գնումներս ու նրանց համար, ովքեր ոչ միայն ձեռագործություն, ինչ որ բան եթե ցանկանում եք անեք ու վախենում եք հասարակության կարծիքից, չգիտեմ ով ինչ կասի, խի կասի, ես օրինակ այդ կարծիքների տակ, այդ կարծիքները հաշվի առնելու պատճառով կորցրեցի կյանքից լավագույն 2-3 տարին, այտենց մտածում էի ով ինչ կասեր, գյուղում ինչ կասեն, քանի որ մենք գյուղում ենք ապրում, ինձ կհասկանան հիմնականում գյուղի բնակվողները, ովքեր որ մենք sense հասարակության կարծիքի համար մեռած ենք, չէ, չգիտենք, եթե հանկարծ քեզ ինչ որ բան պետք լինի, այդ հասարակությունը անհայտանում է, բայց քննադատության ժամանակ իրանք մի մարդու նման կանգնած են, որ քեզ քննադատեն։ Ու քանի որ խոսք բացվեց հասարակության մասին, ես հիմա աշխատում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր որ ինձ բուլինգի են փորձում ենթարկեն, փորձում են խանգարեն, չեն օգնում, բայց լավ ու վատ չեն ասում իմ առաջ, բայց գիտեմ, գալիս հասնում ա տեղ, իմացեք, որ դուք խոսում եք իմ մասին։ Իմ համար միևնույն է իհարկե, բայց ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ այդ տեսակ մարդկանց հանգիստ ուղղակի դուրս եմ թողում իմ կյանքից։ Այս վերջերս երևի մի քանի ամիս առաջ, երբ որ YouTube-ում նոր սկսել էի ես երևալ, բլոգ էի վարում, գյուղում այսպես մեծ իրարանցում սկսվեց, որ ես բլոգ եմ վարում եւ այլն, ես դեռ ինձ բլոգեր չեմ համարում, բայց մի խոսքով էսպես տարածվեց, որ ես արդեն բլոգեր եմ, չգիտեմ ինչ որ դրա մեջ մեծ վատ բան էին տեսել որոշ մարդիկ եւ ինձ շատ մոտ աղջիկներ մի օր դուրս եկանք իրար հետ, տեղ պիտի գնայինք ու 7-8 հոգի շատ գեղեցիկ ձևով ուզում էին հասկացնեին, որ դու ամոթալի բան ես անում, սարկազմիկ հումորներ էին անում իմ վրա, ես հասատուն ու բոլորի համարները իմ հեռախոսի միջից ուղակի ջնջվեցին, ուղակի, իսկ ես այնպիսի մարդ եմ, որ եթե ջնջեցի, ես էլ չեմ գրանցի, ես կջնջեմ լրիվ կապերը, կխզեմ այդ մարդկանց այդ բոլոր հարաբերությունները, ես չար չեմ բնավորությամբ, բայց ես երբեք իմ անձի հանդեպ արհամարհական վերաբերմունք, ինչ որ քմծիծաղ, սարկազմ եւ այլն, ու ցավնենա, որ ես չէի սպասում, որ այդ մարդիկ հենց պիտի այդպիսի արձագանք ունենային, ես սպասում էի, որ խրախուսով ինչ որ բան չէր լինելու, բայց որ քննադատություններ են մարդկանց կողմից, ում հետ տարիներ շարունակ հարաբերություններ ես ունեցել, չգիտեմ, չէի պատկերացնում, ուղղակի այսպես ոնց որ իմ վրա սառը ջուր լցնեին, ես հասկացա, որ այո, երբ որ դու դուրս ես գալիս կոմֆորտ զոնայից որոշ մարդկանց ու չես ապրում իրենց պատկերացրած կյանքով, իրենց նման ու ոտքդ մի փոքր ավել ես ուզում մեկնես, այդ մարդկանց դա ընդհանրապես դուր չի գալի, ու այո, միգուցե դու ինչ որ մեկի երազանքների կատարողն ես, որը ինքը չի կարողացել, ինքը այդպես էլ համարձակություն չի ունեցել, դա անի ու անում ես դա դու, ու բնականաբար այդպիսի մարդը ոչ թե ցանկանալու է նմանվի, առաջ գնա կամ գոնե չքննադատի, այլ պարզա, որ պետքա լինեն խոսակցություններ, պետքա լինի բամբասանք, ինչը մեր համբաժանելի մի մասնահայերի կազմում հիմնական բոլոր բամբասանքները գալիս են մեր ծանոթ բարեկամ ընկերուհիներից, չակերտների մեջ, ու կխնդրեմ տեսանյութից տակ սիրելիներս կան մի քանի մարդիկ, ովքեր հատուկ ոնց որ չուտեն, չխմեն, իրենց կյանքով չապրեն, սպասեն հենց տեսանյութ դուրս գա, իրանք մտնեն կամ դիզլայք դնեն կամ ինչ որ այստեղ փորձում են իրենց ինքնագնահատականը բարձրացնեն։ Հիշեք, որ կա մի հատ շատ գեղեցիկ կնոպկա «Заблокировать»։ Դուք այլևս ինձ չեք տեսնի, ես էլ ձեր մասին ոչ կլսեմ, ոչ ստիպված կլինեմ ինչ որ ձեր հիմարությունները կարդամ, հետո նոր բլոկ եմ ձեզ։ Ես ապրում եմ իմ կյանքով, ես իմ ուղին ընտրել եմ, ես վատ բան չեմ անում, ես 4 բալիկների հետ կարողանում եմ ստեղծեմ իմ փոքրիկ բիզնեսը, իմ կարիերան, ես գնում եմ առաջ, ես նպատակներ ունեմ, ես չեմ դոփում տեղում, ու իմ համար մեկ է, ես չեմ պատրաստվում ապրեմ ինչ որ մարդկանց կարծիքների համար, ես ուզում եմ ապրեմ իմ կյանքով ու ափսոսում եմ այն 2-3 տարին, որ հենց այդ կարծիքների պատճառով չսկսեցի այս ամեն ինչը, մեկ այդ բուլինգը լինելու էր, այս մասշտաբով էր լինելու, ուղղակի այն ժամանակ մի քիչ ամուսինս էլ էր դեմ, որ զբաղվեմ բլոգով եւ այլն, հիմա ամեն ինչ փոխվել է։ Երեխեք ջան, կարևորը իմ ընտանիքն ինձ աջակցում է, իմ բարեկամները, ովքեր որ իմ կողքին են, ինձ աջակցում են, իսկ դուք շատ մի անհանգստացեք իմ համար, ես գնում եմ առաջ, փառք Աստծուն, իմ մոտ ամեն ինչ գերազանց է Աստծո օրհնությամբ, Աստծո կամքով, ես ավելի շատ պատվերներ եմ գրանցում, ես զարգանում եմ, ես չգիտեմ, ինձ լավ եմ զգում, ես ապրում եմ թեթև եւ ինձ ոչ մեկ չի հետաքրքրում, ասեմ, ի տարբերություն որոշ մարդկանց, ձեր գյուղի 90%-ին ես չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ, դուք էլ ինձ մի ճանաչեք, եթե պիտի քարկոծեք, եթե պիտի ինչ-որ սարկազմիկ հումորների մասին բաց թողեք, խնդրում եմ դուք ինձ մի ճանաչեք, ապրեք ձեր կյանքով, երջանիկ եղեք, ձեր ընտանիքով ապրեք, ձեր հոգսերը հոգացեք, մի մտածեք, ես այսօր վիդեո տեղադրեցի, թե ոչ, ձեզ դուր չի գալիս, ուղղակի դուրս եք գալի, ատպիսկա եք լինում եւ հանգիստ ապրում եք, նյարդերը չի վերականգնվում, սիրելիներս, վաղուց ուզում էի այս տեսանյութը նկարեի, տեղադրեի, բայց քանի որ գիտեմ, որ լայնամասշտաբ այսպես աուդիտորիա ունեմ ու ինձ հետևում են շատերը, ոնց որ չէի ուզում նեղացնեմ, դեռևս չէի ուզում նեղացնեմ, բայց քանի որ պետք էր այս ամեն ինչը ամեն դեպքում ասել, որպեսզի
Դուք հասկանաք, որ իմ վրա ոչ մի տիպի ներգործություն չեք կարող ունենալ։ Հետևաբար, սիրելիներս, ապրեք ձեր կյանքով։ Իսկ ես տրամադրվեցի բարի ու ջերմ էմոցիաներով գնում եմ իմ նոր պատվերը ստեղծագործելու, այսպես ասեմ։ Կտեղադրեմ արդեն պատրաստի տարբերակը, ովքեր որ սիրով են միացել իմ էջին, բոլորիդ ջերմ բարևներ։ Շատ ուրախ եմ ձեր համար, կան իմ նման մարդիկ, կան դրական, այսպես ջերմ էներգիայով լցված մարդիկ, որոնք շատ հաճելի են, մտնում են գեղեցիկ մեկնաբանություններ են գրում ու հիմնականում իրենք անծանոթ մարդիկ են։ Անծանոթ, ովքեր չգիտեմ, ամեն մեկը մի ծայրամասից, մի տեղից, մի քաղաքից մտել է իմ էջ, բաժանորդագրվել է ու խրախուսում է, որ մեկը գրում է՝ «Վայ Հելինե ջան, ես ինչ լավ է, չէինք ունեցել դեռ այսպիսի հելունագործության հայրեն ալիքներ, միգուցե կան, չգիտեմ, այդպես են գրել։ Ուրախ կլինեմ, եթե լինեն, ինքնակրթվեք, զարգացեք, չգիտեմ, չարեք շատ մարդիկ ու շատ վատ է այդ։ Այնքանին վրա չի ազդի, ինչքան ձեր ու ձեր կյանքի վրա։ Բոլորիս լավոր, դրական ու ջերմ էմոցիաներով նոտաների վրա այսպես դրական ավարտում եմ, բոլորից սիրում եմ, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ես ձեզ հաճելի եմ, եթե չեք քարկոծելու ինձ եւ արդեն մյուս տեսանյութը կտեղադրեմ, երբ որ արջուկս պատրաստ կլինի, միասին արդեն չափումները կանենք, մի խոսքով մոդելը ցույց կտամ։ Բոլորիդ լավոր, պականեր։